աշխատավարձը բոլորի քաղաքապետարանի եւ ենթակառույցների մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, կանաչապատի բոլորի աշխատավարձերը 20-ից 30%-ով արդեն ձևավորված է, բարձրանալու է։ Միջոցների հաշիվը կտեսնես որտեղից՝ գույքահարկի, հողի հարկի, տեղական տուժկերի եւ ամփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որի ժամկետներ անցել է 300-ն է, 300 է մնացել, մոտ 100 քանի միլիոն դրամ օդի մեջ է կախված, պատկերացրեք, ես չեմ ուզում վարկաբեկել, խայտարակել, բայց հավատացեք, հիմա ինչ որ անում եմ, ուժերից վեր գործ ենք անում, Չէ, հաջորդ տարի նորից կբա, ես խոսք էի տվել, 50% պետք է բարձրացնենք, հիմա 1-ից 20-ից 30% բարձրացնում ենք, դա մեծ բան է։ Որ աշխատակազմից խոսեցին, վերջերս Facebook-ում հայտարարություններ տարածվել այստեղ գոյություն չունեցող բաժնի պետի նշանակման մասին։ Խոսքը զբոսաշրջության բաժնի մասին է, սա ինչ բաժին է, ով է նշանակել եւ ով է նշանակել։ Տուրիզմի բաժինն է։ Այսինքն չհասկացա ինչ ասեցիք տուրիզմի։ Մեկը Facebook-ում նշել է, որ Ես չգիտեմ այդպեսի բան։ Ես չգիտեմ այդպեսի բան չկա հավանական է դա ես այդպեսի բան չգիտեմ ով է ասել ինչ է ասել, բայց ես գիտեմ որ ես նայել եմ այդպեսի բան չկա։ Պարոն Ղուկասյան, եսեք նախկին ավականին որոշում ընդունեց դիմել վարչական դատարան Գյումրի նախկին քաղաքապետերին, այդ թվում նաև ձեր եւ Սամվել Պալասանյանի օրոք օտարված որոշակի գույք վերադարձնելու Քնարիկ Հարությունյանի հարցը հենց վերաբերում էր դրան։ Չգիտեմ, պատրաստվում եք սպասել դատարանի որոշմանը, թե հետ կվերադարձնեք, այսպես ասած ինքնա առաջարկեց։ Սատենիկ ջան, ուրեմն մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին գորկա այգին ով է պահե, ով է աշխատացրել մինչև այսօր, օազիսը ով է սարքել, Սայաթնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի, մտածեք այլ տեղեր, որ չեք գնում, չեք հարցնում։ Պարոն Ղուկասյան, ձեր նախկին խոսնակի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին հետևում եք եւ որևէ Իմ նախկին խոսնակը Լիլիթ Աղեկյանի մասին է խոսքը։ Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ։ Չնայած մենք իրար հետ չենք խոսում։ Ես ոնց որ դուրս եմ եկել քաղաքապետարանից, ուրեմն 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել։ Ես ասեմ ձեզ, որ շատ ցավում եմ այս պահին, որ Ազատ աղջիկան տարեկալանավորել են։ Ինչի համար, խոսքի ազատության համար։ Եվ նաև այդ կերպ։ Եվ գիտեք ինչ, ասեք, կարող է բաներ կա, որ չեմ ընդունել, ընդուp մարդ եմ ուղարկի ասել եմ, այդ քեզ սխալ ես պահում, այսպես պահի կամ այնպես պահի։ Այո, ես բաներ կա, որ չեմ ընդունում իրա արածից։ Բայց այդտեղ էլ բաներ կա, որ պետք է մի հատ իրա կողմից էլ մենք նայենք։ Ընդուp ինքը իմ ամենամոդիկի վրա բան է գրել։ Ամենամոդիկ, ինքը իմ ամենամոդիկ մարդկանցից մեկին դադի է տվել, ասեմ ձեզ։ Չէ, իմ թիմի համար էլ շատերին բան է ասում, բայց ես իրան սիրում եմ, ես իրա վրա շատ ամակ ունեմ, իրա սխալները ես համարում եմ, որ ես լավ չեմ իրեն զգաստացրել եւ հավանական է ինքը որ դուրս եկավ, ինքը դուրս կկամպարման, ես իրեն կզգաստացնեմ ավելի լավ կլինի, բայց ինքը որ լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրան սիրում եմ, հարգում եմ, իմ լավ աղջիկս է։ Դատապարտել։ Իրա էլ ցավը տանիմ Լիլիթից, դե գնացեք։ Պարոն Ղուկասյան, դատապարտելի չի կնոջը այդ գիշերազգեստ խայտարակություն է։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են ու մասնագիծ են եղել այդ գործընթացում։ Համեցեք։ Դուք փաստաթղթերին արդեն ծանոթացել եք նախորդ իշխանությունների ու ասել Ինչ ասես կա։ Սպասեք։ Ինչ ասես։ Մամլո խոսնագի է, բայց եթե հարցեր կա Ինչ
ավելի